Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր խոսելու եմ Սպիտակի տխրահռչակ համայնքապետից։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Չենք մոռանում, որ մենք չենք հայհոյում, չենք վիրավորում որևէ մեկին, այլ արձանագրում ենք միայն տեղեկությունները եւ փաստերը։ Տեղեկացնեմ նաեւ, որ որևէ քաղաքական ուժի չենք սատարում, պատրաստվում ենք իրական հեղափոխության։ Հիմա անցնենք օրվա թեմային։ Ընկերներ, Սպիտակի համայնքապետ Քաջայար Նիկողոսյանը կամ նույն ինքը Քաջիկը ահագին հետաքրքիր անցյալ եւ ներկա ունի։ Նախ նշեմ, որ մեր Քաջիկը ժամանակին աշխատել է Սպիտակի Հայ Պոստում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ դարձել է Սպիտակի համայնքապետ։ Ըստ տեղեկությունների վերոնշյալ Քաջիկը քաջ գիտակցելով իր հանցանքի մասին թալանում է պետական բյուջեն, ինչպես նաև ասում են, որ ցանկացած տենդերից ունի 15% մասնաբաժին։ Իդեպ, մի քանի օր առաջ նրա տեղակալի մեղմ ասածը լկտի պահվածքը լրագրողի հանդեպ հավանաբար տեսել եք։ Պարոն Մաթևոսյան, աշխատանքի չեք բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկի։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան եկա։ Ասեմ, որ Սպիտակի համայնքապետարանում կարծես հարվածելը նորմալ երևույթ է։ Մեր Քաջիկին մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ 3 տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայար Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում։ Գյուղի 1500 բնակիչներից 2-ը հաճախ էին երևացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ, գյուղի խնդիրներին, այդ թվում անջուր ոռոգման սեզոնի մասին խոսելու։ Սա քաղաքացիական պայմանագրի անդամ համայնքապետի սրտով չէր եղել։ Նա կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարի, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրիր, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել։ Օրեր անց քաղաքապետի որդին Գոր Նիկողոսյանը իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան խանութ մտնելիս ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն։ Գործը 1 տարի քննելուց հետո անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի Հայ Պոստի տնօրենի պաշտոններ ստացել, մեղավոր ճանաչվեց ու 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց։ Քաջայար Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի Նիկողոսյանը ունի 5 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ Սպիտակ քաղաքում եւ 1 բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակարան 1 տարածք Երևան քաղաքում։ Տրանսպորտային միջոց համայնքապետը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 467,000 դրամ, կանխիկ դրամական միջոցը 21,000 դրամ։ Սպիտակի համայնքապետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,977,000 դրամ, որից 6,340,000 դրամն աշխատանքի վարձատրություն է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից, 1,137,000 դրամը եկամտահարկի վերադարձ է ՀԱԵՊ-ից, իսկ ահա եկամուտից 499,000 դրամը կենսաթոշակե կենկառույցից, որը կենսաթոշակի հետ որևէ կապ չունի, թե ինչպես է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Նիկողոսյանը կենսաթոշակ ստացել, այն էլ այն դեպքում, երբ որևէ կապ չունի ոչ կառույցի, ոչ ոլորտի հետ, հարցական է։ Նիկողոսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության Սպիտակի ՏԿ խորհրդի նախագահն է։ Քաջայար Նիկողոսյանի կինը Արմինե Հակոբյանը անհատ ձեռնարկատեր է, դուստրը Լաուրան բժիշկ է Վանաձորի բժշկական կենտրոնում։ Նիկողոսյանի որդին Գոր Նիկողոսյանը համաձայն հոր լրացրած 2024 թվականի հայտարարագրի չի աշխատում, սակայն նշված է, որ նա ստացել է եկամուտ տարեկան 36,753,000 դրամ։ Սպիտակի համայնքապետի եկամուտներից 5,625,000 դրամը ձեռնարկատիրական գործունեության դիմաց ստացված եկամուտ է իր անվամբ գրանցված ԱԴ-ից։ Եկամուտներից 27 միլիոն դրամը փոխառություն է ԱԿԲԱ բանկից, 3,669,000 դրամը վարձատրություն է Հայ Փոչտից,
Քաջայար Նիկողոսյանի որդին Գոր Նիկողոսյանը որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 458,433 դրամ։ Որպես տվյալ տարվա անշարժ գույք համայնքապետի որդին հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքը, մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակալի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն, մեկ բնակարան Սպիտակ համայնքում։ Սպիտակ համայնքում գտնվող տունը Գոր Նիկողոսյանը 2023 թվականին նվիրատվություն է ստացել մորից։ Իդեպ ընկերներ, ասում են, որ քաջոն սկսել է նաև մարդկանց ահաբեկել, թե բա ընտրություններին ձեր քվեն կտակ քպեին, հակառակ դեպքում լավ չի լինելու։ Եթե կամենում եք ազատվել նմանատիպ թյուրիմացաբար քաղաքապետ դարձած անձից, ապա պետք է միանալ էջին եւ պատրաստվել հեղափոխության։ Հարգանքներով, ձեր հայը։